Ես նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան այնպիսի ուժեր, որ ներքին գործերի նախարարությանը կարող են թողնել կամ չթողնել որևէ գործողություն իրականացնել։ Ամեն հարց, որը որ պիտի ենթակա լինի քննարկման եւ որոշարկման, բնականաբար որոշումների կայացման շրջանակներում կան ձևաչափեր, կան հարցադրումներ, կան մտահոգություններ, որոնք որ պիտի հաշվի առնենք։ Այս թեմայով մենք նաև միասին հասցրել ենք որոշակի խոսակցություն ունենալ։ Ես նախ փաստեմ, որ վաղը կառավարության նիստով արդեն օրակարգային հարց է թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության նախագիծը եւ լիահույս եմ, որ կառավարությունը վաղը կհաստատի եւ մենք կմտնենք արդեն ռազմավարական ծրագրի իմպլեմենտացման փուլ։ Այնտեղ հատուկ ուշադրություն կա անչափահասների կողմից եւ անչափահասների ներգրավմամբ կատարված թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության դեմ պայքարի դեպքերին եւս եւ ասեմ, որ անչափահասների թեստավորման մասով, որ դուք նշեցիք, հստակ կա ձևակերպված, որ պիտի այս հարցը դառնա ուսումնասիրության առարկա եւ մենք պիտի լուծում նախատեսենք։ Լուծումները երկուսն են, կամ մենք համապարտադիր կանոն ենք նախատեսում, որ բոլոր անչափահասները կամ ձեր նշած տարիքային խմբի, կամ ավելի ցածր շեմից մինչև 18 տարեկան անձինք պիտի հանձնեն թեստերը, կամ նախատեսում ենք կամավորության սկզբունքով թեստավորման հանձնման կանոնը։ Ասեմ, որ մենք բավական տարբեր երկրների փորձառություններ ենք նայել, նաեւ դիտարկելով տարբեր իրավակարգերը, տարբեր կառավարման ռեժիմները եւ միջազգային փորձում չկա միասնական մոտեցում, թե պարտադիր եղանակն է հիմա ճիշտ, թե կամավոր եղանակը, որովհետեւ հատկապես այնպիսի պետություններում, որտեղ որ սեգրեգացիոն ռիսկերը ավելի բարձր են եւ կարող են որոշակի ազդեցություն ունենալ, գործընկերները չեն գնացել պարտադիր թեստավորման ճանապարհով, այլ ընտրել են կամավոր թեստավորման ճանապարհը։ Սա մի արգումենտ է։ Երկրորդն այն է, որ ամեն դեպքում կա նաեւ անձի ցանկությունը եւ համաձայնության տալու նաեւ կանոնը, որովհետեւ ի վերջո թեստ պիտի հանձնի այն մարդը, ում վերաբերյալ որ դեռ մենք հստակ փաստական տվյալներ չունենք, որ օգտագործում է կամ ներգրաված է որևէ թմրամիջոցի հետ կապված process-ում։ Սա է պատճառը, պարոն Նազարյան, որ մենք դեռևս թեման քննարկում ենք եւ վստահ եմ, որ կառավարության կողմից վաղը ծրագիրը հաստատելու պայմաններում հարցը բերելու ենք նաեւ ազգային ժողովի տիրույթ, որովհետեւ ինչ եղանակով էլ որ հարցը կարգավորվի, դա պիտի կարգավորվի օրենքով, որովհետեւ այլ որևէ ակտով, որևէ ձևով մեր քաղաքացիների վրա նման պարտականություն դնել չենք կարող։